Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է մեր տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան հասարակական գործիչ Նարէ Սիմոնյանին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նարէ բաց նամակով դիմել եք ԶԼՄ ներկայացուցիչներին, խնդրելով նյութերի մեկնաբանություններից հեռացնել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ տարածվող ատելության խոսքը, նաև ընդգծել եք, որ տևական ժամանակ է, ինչ մեր հանրության մեջ արցախցիների նկատմամբ կազմակերպված եւ ուղղորդված ատելության խոսք է տարածվում եւ հրահրվում։ Այս դրսևորումները միայն սոցիալական ցանցերում են, թե իրական կյանքում եւս կան որոշակի արտահայտումներ դրանց։ Այս դրսևորումները շատ ակտիվ եւ տարբեր եղանակներով կատարվում են, տարածվում են, գեներացվում են սոցիալական ցանցերում եւ իրենց ազդեցությունն են ունենում իրական կյանքում։ Արցախցիները դա զգում են իրենց մաշկի վրա եւ փաստացի այդ ամենը ուղղորդված է հենց դրան, որ կարճաժամկետ հատվածում արցախցիները չպայքարեն, հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից եւ երկարաժամկետ հատվածում անընդհատ զգալով այդ ճնշումները, ատելության քարոզը մեկուսանան եւ գուցե նաեւ ստիպված թողնեն հեռանան այլ խնդիրների եւս հաշվի առնելով թողնեն հեռանան մայր հայրենիքից։ Մի քանի տարբեր եղանակներով է գեներացվում, հա։ Կան, այսպես ասած, դեղին մամուլի լրատվականներ, որոնք օր ու գիշեր զբաղված են հենց արցախցիների նկատմամբ կտրված, մոնտաժված նյութեր հրապարակելով եւ հենց իրենք են ատելությունը գեներացնում։ Կան ուղղորդվող խմբեր, որոնց մեծ մասը կառավարվող fake կեղծ օգտահաշիվներ են եւ շատ հեշտ է, հա, նրանց մի քիչ վերլուծելով տարանջատելը, ունեն նույն բառապաշարը, երբեմն նույնիսկ չեն փոխում իրենց կողմից իրենց ուղղորդվող այդ նամակները նույն տեքստն են տպում, միշտ ունեն որպես ետնա ֆոնի նկար Նիկոլ Փաշինյանի նկարը եւ այլն, հա, այսինքն հստակ երևում է, որ իշխանությունների կողմից ուղղորդվող կեղծ օգտահաշիվներ են եւ դա այդ ամենը անում են նաեւ իշխանությունները իրենց առաջին դեմքերով արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են անում Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, առաջամարտիկներից Արսեն Թորոսյանն է, կարող եմ թվարկել շատ երկար շարքը, բայց այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում։ Հիմա լրատվականներին ուղղված բաց նամակը հիմնականում թիրախային են այն լրատվականները, ովքեր որ հասկանում են իրավիճակի լրջությունը, ովքեր հասկանում են արցախցիների խնդիրները, շատ հաճախ նույնիսկ արցախցիների ամենափոքր ակցիաները գալիս են եւ լուսաբանում են եւ ուզում եմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել լրատվականներին այդ ամենի համար, որ արցախցիների խնդիրները անդադար ուշադրության կենտրոնում են պահում եւ միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դժվար է, խնդիր է, ալգորիթմներ կան սոցիալական ցանցերում, աշխատակիցների խնդիր կարող է լինել, որ չհասցնեն անել, բայց ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այս դրսևորումների արտահայտումը իրական կյանքում շատ մեծ է ազդեցությունը արցախցիների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա եւ նորից խնդրել, որ հնարավորինս օպտիմալ փորձեն լուծում գտնել։ Այլ բան է հերթական խոսնակ լրատվականները, իշխանությունների կողմից հովանավորվող Civic AM-ը կամ իմ եւ ձեր հարկերի հաշվին գոյատևող հանրային հեռուստաընկերությունը, որոնք դարձել են Ռադիո Ռուանդա եւ արցախցիների նկատմամբ ատելության քարոզի առաջամարտիկն են։ Իրենց հետ այլ լեզվով եւ այլ ձևով է պետք խոսել։ Դատական process-ներով, հանցագործության մասին հաղորդումներով, համապատասխան մարմիններին դիմելով, ինչ որ չափով արվում է այդ աշխատանքը եւ ել ավելի արդյունավետ պետք է արվի։ Կարևոր է, որ համագործակցող արցախցիների խնդիրները հասկացող եւ լուսաբանող լրատվականները առաջին շարունակեն նույն ակտիվությամբ լուսաբանել, բարձրաձայնել խնդիրները եւ երկրորդ հաշվի առնելով ուղղորդվող այդ մեծ ատելության քարոզը եւ ազդեցությունը արցախցիների կյանքի առանցայտել հա դժվար մարդկանց կյանքի որակի վրա հնարավորինս օպտիմալ լուծում գտնեն այս խնդիրներին։ Ինչով եք պայմանավորում այս ուղղորդված քարոզությունը, փորձում են այս կերպ լրացնել արցախցիներին, բայց չէ որ նրանց խնդիրները կան եւ խնդիրները լուծելու փոխարեն նրանց թիրախավորում են։
Այո, իշխանություններն ունեն, կարծում եմ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագիր է սատելության քարոզը գեներացնելու հետ կապված։ Կարճաժամկետ, քանի որ այս պահին մարտի 29-ից սկսված հանրահավաքներ, ցույցեր են, բողոքի տարբեր ակցիաներ են, նրանք փորձում են սահմանափակել արցախցիների քաղաքական իրավունքները, իրենց բողոքի ձայնը բարձրացնելը, ինչպես սահմանափակել են օրինակ քաղաքական իրավունքները քաղաքացիությունից զրկելով։ Այս ատելության քարոզը բնականաբար մարդկանց ավելի մեկուսացված, ավելի խոցելի է դարձնում եւ մարդիկ խուսափում են իրենց քաղաքական իրավունքների համար պայքարից։ Երկարաժամկետ հատվածում այս ամենի արդյունքները, հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն։ Ներազգային թշնամանքից մինչև արցախցիների խմբակային արտագաղթ մայր հայրենիքից։ Կարծում եմ, որ սա է իշխանությունների երկարաժամկետ ծրագիրը, քանի որ իդեմս արցախցիների նրանք տեսնում են տարբեր ազգային ուժեր եւ իրենց կողմից դժվար ուժեր այս իշխանությունների աչքերում որպես թշնամական է դիտարկվում։ Եվ նրանք ամեն ինչ անելու են այս մարդկանցից եւ արցախցիների տարբեր խմբերից եւ տարբեր ազգային կառույցներից հնարավորինս արագ ազատվելու համար։ Ինչ վերաբերում է այդ ատելության քարոզին, երբեմն ասում են, որ այո, եւ ճիշտ են ասում, կան նաեւ ադրբեջանական ֆեյքեր, հա, այս ամենի մեջ ներառված ադրբեջանական ֆեյքեր, բայց ամբողջ զավեշտը եւ ողբերգությունն այն է, որ եթե դուք չտեսնեք ով է այդ տեքստի հեղինակը, դուք չեք կարող գուշակել դա ադրբեջանական ֆեյք է թե Արսեն Թորոսյանը։ Եվ այդպես տարբեր մակարդակներում, հա, տեսնելով որևէ հակահայ հայտարարություն, առանց իմանալու հեղինակին, դուք չեք կարող գուշակել դա Ալիևի խոսնակն է թե Նիկոլ Փաշինյանը։ Ոչ միայն խոսքերով, այլև այդ նույնը արարքներով։ Եթե մենք լսեինք, որ մի երրորդ երկրում մի քանի հոգի բռնել են ինչ-որ հայ եւ որևէ մեկը թքել է նրա վրա, մենք կմտածենք, որ դա ադրբեջանական խուլիգանական խումբ է։ Միջև որ կպարզենք, որ այդ ամենի հեղինակը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Տարբեր բնակավարներում այս պահին թիրախը արցախցիներն են եւ արցախցիների նկատմամբ է ակտիվ քարոզ, հակաքարոզ տարվում, բայց տարբեր բնակավարներում նույն իրավիճակն է։ Ավելի ողբերգականին անդրադառնամ, եթե դուք լսեք, որ հայ կինը դաժանաբար սպանվել է, դա կարող է լինել եւ ջերմուկի դիրքերում ադրբեջանցիների կողմից, եւ դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կորտեջի զոհը։ Ինչպես գիտենք, Սոնամ Մնացականյանը հղի կինը կորտեջի զոհ է դարձել եւ մինչեւ հիմա, ինչպես Ադրբեջանում չկա հայ կնոջը սպանելու եւ մասնատելու համար պատժված որևէ անձ, նույնը ունենք Հայաստանի Հանրապետությունում Սոնամ Մնացականյանի դեպքում։ Եվ ինչպես ադրբեջանցիներն են շարունակում իրենց ակտիվ հակաքարոզը, ատելությունը, նույն կերպ կարող ենք տեսնել, թե ինչպես են իշխանական լրատվականները, իշխանական այդ կառավարվող կեղծ օգտահաշիվները եւ նաեւ ինչպես է իրեն պահում նույն կորտեժը։ Տեսնում ենք տարբեր տեսանյութեր, որ ոչ թե մարդիկ գոնե դրանից հետո փորձել են արդար դատաքննություն անցկացնել, մեղավորներին պատժել, այլ ցույց են տալիս իրենց հաջորդիվ քայլերով, որ այո, մենք անպատժելի ենք եւ մեզ ամեն ինչ թույլատրելի է, նույնիսկ հղի կնոջ սպանությունը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին ժամը 11:00-ին պլանավորում է բողոքի ակցիաներ Հայաստանի արտգործնախարարության եւ դատախազության շենքերի առջեւ եւ ներկայացնում են հստակ պահանջներ, մասնավորապես արտգործնախարարության առջեւ ներկայացվել են խորհրդի պահանջները եւ կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության եւ մասնավոր սեփականության պաշտպանության, միջազգային քրեական դատարան պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ։ Այս հարցերի ուղղությամբ ինչ լուծումներ եք օրինակ դուք ակնկալում արտգործնախարարությունից, որի օրակարգում առհասարակ Արցախի հարց չկա։ Անկեղծ ասած, ընդհանրապես եւ հատկապես արտգործնախարարության վերջին խայտառակ հայտարարությունից հետո առանձնապես ակնկալիքներ չկան։ Երևի միակ ակնկալիքը, որ կարող է լինել Արարատ Միրզոյանից եւ իրենց ամբողջ թիմից, դա հրաժարականն է, որովհետեւ տեսնում ենք, որ այս մարտիկ նույն դեպքն է, հա, եթե չիմանայինք, թե ով էր այդ ԱԳՆ հայտարարության հեղինակը, կարելի էր մտածել, որ դա Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն է։ Բայց այդ կեղծ լուծարման հրամանագիրը, որը հստակ չկա որևէ մասնագետ, որը չֆիքսի, որ դա կեղծ է, նախ
նրանով, որ դա ուժի սպառնալիքի տակ է, եւ երկրորդ իր բովանդակությամբ եւ բնույթով կեղծ փաստաթուղթ է, որը նույնիսկ կեղծ լինելով Արցախի նախագահի կողմից չեղարկվել է։ Եվ այդ հրամանագիրը, այսպես ասած ճակերտավոր հրամանագիրը ավելի շատ օգտագործում են մեր դեմ արցախցիների իրավունքների դեմ Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, քան ադրբեջանական իշխանությունները։ Այս ամենից հետո, երբ նույնիսկ գերիների նկատմամբ ատելության քարոզ է տարվում Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, այս իշխանությունների առաջին դեմքերի կողմից, ես մեծ ակնկալիքներ չունեմ, կարելի ասել ընդհանրապես ակնկալիքներ չունեմ։ Եթե հանկարծ հաջողվի այս հարցերից որևէ մեկին գոնե մասնակի որևէ լուծում տալ կամ գուցե հարթակ տրամադրել, որ այլ երկրներին, միջազգային հարթակներում, այլ երկրներում ներկայացվի արցախցիների տեսակետը, անգամ սա կհամարեմ հաջողություն։ Այն, որ դա կանի Արարատ Միրզոյանը, անհավանական եմ համարում։ Դատախազության դիմաց բողոքի նպատակն է, որ հաղորդում ներկայացնեն արցախցիների դեմ ատելություն քարոզելու վերաբերյալ եւ պահանջեն բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին։ Նախ ատելության քարոզի հիմքով ինչ եք սպասում դատախազությունից, չէ՞ որ այս ամենը նրանց աչքի առաջ է տեղի ունենում։ Ոչ միայն նրանց աչքի առաջ է տեղի ունենում, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները այստեղի Հայաստանի Հանրապետության տարբեր փաստաբաններ արցախցիների նկատմամբ ատելության քարոզի հանցակազմով հանցագործության մասին հաղորդում են ներկայացվել, սակայն քրեական գործ չի հարուցվել տարբեր աբսուրդային մեկնաբանություններով։ Թերեզա Ասատրյան, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի աջակիցներից, ով ամենօրյա ռեժիմով արցախցիների նկատմամբ ատելություն է քարոզում։ Աբսուրդ բացատրությամբ, թե նա դա ասում է ղարաբաղցիներին եւ ոչ արցախցիներին, շատ հստակ չեն հիշում, գործ չի հարուցվել։ Ձեր պաշտելի ղեկավարը Արցախ անունը չի ասում, Լեռնային Ղարաբաղ է ասում։ Հետևաբար ես կարող եմ լինել ինչպես արցախցի, այնպես էլ ղարաբաղցի։ Եվ եթե ասում է ղարաբաղցի, ուրեմն այո, նկատի ունի ինձ եւ 150,000 մարդկանց։ Խոսնակ լրատվականն է նույնը, Ռոման Բաղդասարյանը եւ այդպես տասնյակ դեպքեր, հա, ռադիոյի հանրային ռադիոյի տնօրենի կինը, այլ լրագրողներ պրոիշխանական եւ պրոիշխանական լրատվականներ։ Խոսնակ լրատվականը նույն գիտեն, որ հենց վերջերս նորից հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Տեսնենք, թե ինչպես են ընթացք տալու, ինչպես են վարույթ նախաձեռնելու են արդյոք թե ոչ։ Սրբուհի Գալյանը փոդքասթում ասում է, որ գյումրեցիները ավելի հետևողական են եղել եւ դրա համար Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, արցախցիները հետևողական չեն։ Նա կամ իրավիճակին ընդհանրապես չի տիրապետում, կամ որ ավելի հավանական է ստում է ամբողջ համակարգը ծառայում է ոչ թե արդարության վերականգնմանը, ոչ թե խուլիգանության, ատելության խոսքի կանխմանը, այլ իշխանությունների քմահաճույքների կատարմանը։ Ձեր դիտարկմամբ այս ամենը իշխանությունների քմահաճույքներն են, թե թելադրվում են Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այո, Նիկոլ Փաշինյանը նաեւ հանրությանը 2018 թվականին ներկայանում էր Մոնթե Մելքոնյանի կերպարով։ Դա իր մեծ սուտներ Արցախի վերջնական հանձնումը միջև վերջ ավարտին հասցնելու համար եւ դա եւ Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությունը, որը Պրահայում դարձավ Արցախը Ադրբեջան է եւ վերջ տասնյակ չէ, հարյուրավոր են այդպիսի դեպքերը, համոզված եմ, որ երկու գործոնն էլ կա եւ կա այս իշխանությունների կողմից ցանկացած ազգային տարի, ազգային ինստիտուտի նկատմամբ ատելություն եւ այս ամենը նաեւ ուղղորդվում է Ադրբեջանի կողմից եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք պարտավոր են հայկական շահը ներկայացնել եւ պաշտպանել, սպասարկում են ադրբեջանական եւ թուրքական շահը Հայաստանի Հանրապետության։ Երբ նրանց այս ամենի մասին հարցնում ես, ասում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն են, բայց այստեղ էլ այլ հարց է առաջանում, թե ինչպես են օրինակ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց բարձրացնում։ Եթե դուք Հայաստանի ղեկավարությունն եք եւ Արցախի հետ կապված որևէ բանի չեք ուզում մասնակցել, ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչու եք լուծարում այդ դեպքում։ Նախ սկսենք դրանից, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ մեր սահմանադրության Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Այսինքն հենց Հայաստանի Հանրապետության իշխանություն լինելով նրանք ունեն Արցախը պաշտպանելու պարտավորվածություն, որը ոչ միայն չեն արել, այլ տարբեր հարթակներ եւ
44-օրյա պատերազմից հետո եւ ամբողջ շրջափակման ընթացքում եւ Արցախի ցեղասպանման ու էթնիկ զտման օրերին բոլոր հնարավոր հարթակները օգտագործել են Ադրբեջանին սատարելու համար։ Դա կլինի տարբեր հարթակներում հայտարարելը, որ ճանաչում են Արցախը որպես Ադրբեջանի մաս, թե հենց ցեղասպանման էթնիկ զտման օրերին հայտարարելը, որ Արցախի քաղաքացիական հասարակությանը ոչ մի վտանգ չի սպառնում, այն դեպքում, երբ արդեն կային զոհեր ոչ միայն քաղաքացիական հասարակության, ոչ միայն քաղաքացիների շրջանում, այլև հենց երեխաներ կային զոհված, կանայք կային եւ պատահաբար չէ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը օգտագործել է ի պաշտպանություն Ադրբեջանի օգտագործել հենց Նիկոլ Փաշինյանի այդ բառերը, որ տեսեք Հայաստանի Հանրապետության ղեկավարն է ասում, որ մենք ոչ մի վատ բան չենք արել եւ այնտեղ քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Սա ինչ է, եթե ոչ ինֆորմացիոն աջակցություն Ադրբեջանին։ Սա ինչ է, եթե ոչ աջակցել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը եւ ցեղասպան գործողություններին։ Նույնիսկ նշելով, որ մենք Հայաստանի Հանրապետություն ենք եւ Արցախի համար պատասխանատվություն չենք կրում, նրանք ստում են։ Դա ոչ միայն բարոյական պարտականություն է, դա մեր մայր օրենքով սահմանադրությամբ իրենց պարտավորությունն է։ Նրանք Արցախից հրաժարվելով կոնֆլիկտը ակնհայտորեն տեղափոխել են Հայաստանի Հանրապետության տարածքախոր։ Միանշանակ եւ նույնն էլ անում են հիմա, հա։ Նույնիսկ վերջին օրերին տեսնում ենք, որ ուղղորդված հակակարոզ կա նաեւ Տավուշյան դեպքերին ժամանակ տեսնում էինք տավուշեցիների նկատմամբ, հիմա տեսնում ենք սյունեցիների նկատմամբ, այսինքն այս մարդկանց համար թշնամի է ցանկացած հայկական գործոն եւ այնպես չէ, որ նրանք շատ են ուզում պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը եւ չեն կարողանում։ Նրանց միակ շահը, միակ նպատակը իրենց իշխանությունը պաշտպանելն է։ Կապ չունի ինչքան տարածքների գնով, ինչքան զոհերի գնով եւ ինչքան անպատվության գնով։ Նրանք ունեն նեղ խմբակային շահ, որը չի համընկնում Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահի հետ։ Մենք արձանագրեցինք առկա խնդիրները, բավականին բարդ իրավիճակում ենք, բայց հնարավոր ելքեր հետաքրքիր է դուք տեսնում եք, թե ոչ, եւ առհասարակ այս շարժումը արցախցիների սկսած որ պարագայում կհաջողի ձեր դիտարկմամբ։ Ընդհանրապես ելքեր տեսնում եմ եւ համոզված եմ, որ համառ, հետեւողական, խելացի պայքարը անպայման իր արդյունքները տալու է, իսկ եւ արցախցիների եւ ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած եւ անվտանգային եւ գաղափարական եւ սոցիալական եւ դիվանագիտական տարբեր խնդիրների լուծումը մեկն է թշնամու շահը սպասարկող եւ իրենց նեղ խմբակի շահը սպասարկող այս վարչակարգի հերացումը։ Միայն դա հնարավորություն կտա հայկական պետականությանը շարունակվել եւ բարձրացնել հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության խնդիրները, իրավունքները, շահերը տարբեր միջազգային հարթակներում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որ դեպքում կարող է հաջողել, նրանք այս ընթացքում անընդհատ ասում են, որ չեն փորձում քաղաքականացնել գործընթացը, բայց այս գործընթացը ամբողջովին քաղաքական է։ Այո, քաղաքական է եւ նաեւ կա քաղաքական պահանջներ։ Այո։ Մի օրինակ բերեմ, դա հավաքական վերադարձն է, բայց այնտեղ նաեւ պահանջագրում խոսվում է իշխանությունների կողմից ատելության քարոզի մասին, խոսվում է արցախցիներին ապօրինի ձևով ՀՀ քաղաքացիությունից զրկելու մասին, process-ը միանշանակ քաղաքական է եւ այո, ունի նաեւ սոցիալական բաղադրիչ։ Ամոթ չէ խոսել սոցիալական բաղադրիչի մասին, որովհետեւ սա այն նվազագույն պայմանն է, այն նվազագույն բանն է, որ կարող ենք անել, որպեսզի արցախցիները ի վիճակի լինեն մնալ, ապրել եւ արարել Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք նույնիսկ սոցիալական խնդիրներին երկարաժամկետ լուծում միանշանակ չեն տալու, որովհետև երկարաժամկետը իրենց նպատակն այն է, որ արցախցիները թողնեն հեռանան Հայաստանի Հանրապետությունից։ Կարճաժամկետ լուծումները շատ մանիպուլատիվ են լինելու, ուղղորդված են լինելու նախ ցասումը, պայքարի ալիքը մարելուն, եւ երկրորդ տալու են կարճաժամկետ ոչ էֆեկտիվ լուծումներ, եւ երբ որ դադարի պայքարը, իրենք իրենց ատելության խոսքը ել ավելի են հարստացնելու նոր բառապաշարով, ասելով, որ տեսակ
իրենց պայքարը միայն ստամոքսի համար էր, միայն փողի համար էին պայքարում եւ այլն։ Այնինչ արցախցիների եւ ընդհանրապես, գիտակից հայ ժողովրդի գիտակից հատվածի պայքարը շատ հստակ է, դա հայկական շահի պաշտպանությունն է։ Հետևաբար ինչ պետք է անի խորհուրդը, որ հաջողության հասնի այս իրավիճակում, որովհետև մենք տեսնում ենք հանդիպումներ, բայց մեծ հաշվով որևէ բան չի լուծվում եւ ակնհայտ է, որ այս իշխանության ներկայացուցիչների այդ հանդիպումներով դուք արձանագրեցիք, թե ինչ կերպ են նրանք վերաբերում արցախցիներին, նրանց այդ հանդիպումներով այս խնդիրները չեն լուծվել։ Ես ինքս առանձին խորհրդին իմ բոլոր փաստարկները ներկայացրել եմ, այն բոլոր կետերը, որոնք ներկայացված են ըստ խորհրդի, այո, արդիական են եւ պետք է լուծում տրվի եւ ես միանում եմ ցանկացած ակցիայի, հանրահավաքի, որտեղ որ կարող եմ, աջակցում եմ, որովհետեւ այո, այս հարցերը լուծում պետք է տրվեն այս հարցերին։ Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, համոզված եմ, որ երկարաժամկետ ոչ մի խնդիր այս իշխանությունների պարագայում լուծում չի ստանալու։ Պրոհայկական ոչ մի լուծում, ոչ անվտանգային, ոչ Արցախի հարցում, ոչ մեր ընդհանրապես, միջազգային հարթակներում մեր իրավունքները պաշտպանելու հարցում, ոչ դիվանագիտության հարցում, այս վարչախմբի հետ պրոհայկական լուծումներ չեն լինելու։ Միակ ելքը այս իշխանությունների հեռացումն է եւ ունենալը ազգային շահը սպասարկող իշխանություններ, որոնք եւ սոցիալական խնդիրները կլուծեն եւ իրոք շատ օրեցօր ահագնացող անվտանգային խնդիրներին կփորձեն լուծում տալ եւ մեր իրավունքների մասին կբարձրաձայնեն։ Տեսնում ենք, որ ցանկացած ոլորտ վերցնենք, սոցիալական լինի, տրանսպորտի գնից մինչև այն օրհասական անվտանգային խնդիրներ, տեսնում ենք, որ լուծումներ չեն տրվում։ Եվ չեն տրվում, ուզում եմ շեշտել, ոչ թե որովհետև չեն կարող տալ այս իշխանությունները եւ ոչ թե որովհետև լուծումներ չկան, այլ որովհետև դա ձեռնտու չէ իրենց խմբակին։ Դե իրենց քարոզչությունը այս իրավիճակում մենք խոսեցինք ատելության խոսքի մասին, քարոզչությունն այն է, որ արցախցիները փորի կռիվ են անում, սա մեկ դրվագ, եւ երկրորդ տարբեր քաղաքական ուժեր նրանց օգտագործում են իշխանությունների դեմ բողոքի ալիք գեներացնելու համար։ Պետք է հստակ գիտակցել, որ այս իշխանությունները ոչ մի կարմիր գիծ եւ բարոյականության սահմաններ չունեն։ Այդ նույնը լսում ենք եւ արցախցիների մասին, եւ նույնիսկ զոհվածի ծնողների մասին, եւ ցանկացած ուժի մասին, որը բարձրաձայնում է ճշմարտությունը, որը իրենց բնականաբար ձեռնտու չի լինում։ Միանշանակ ցանկացած բողոքի ակցիա, դա լինի տրանսպորտի գնի թանկացում, դա լինի արցախցիների իրավունքների պաշտպանություն, գերիների հարց, թե զոհված հերոսների ծնողների բողոքի ակցիա, նրանք անպայման կապելու են տարբեր ուժերի հետ, դրսից, ներսից եւ ասելու են, որ այս ամենը իշխանության կռիվ է, փորակռիվ է, ստամոքսակռիվ է եւ այլն։ Այնինչ ամենացայտուն օրինակը իշխանության համար կռվի եւ սեփական գրպանի եւ սեփական խմբակի շահերը սպասարկելու համար տալիս են հենց օրվա իշխանությունները։ Դուք ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ արցախցիներին ապօրինի ձևով զրկել են քաղաքացիությունից, մասնավորապես ինչ նկատի ունեք։ Տեսեք, տարիներ շարունակ արցախցիները ունեցել են եւ հիմա էլ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ անձնագրով մարդիկ պետական համակարգում են աշխատել, դիվանագիտական ծառայությունում են աշխատել, բանակում են ծառայել եւ նույնիսկ ընտրությունների են մասնակցել Նիկոլ Փաշինյանի օրոք 2021 թվականին։ Ունենք դատարան դիմաց 121 դեպք, երբ որ թույլ չեն տվել իրենց նշած 070 անձնագրով ընտրություններին, համապետական ընտրություններին մասնակցել եւ 121 դեպքում էլ դատարանը բավարարել է բողոքը եւ թույլ է տվել, որպեսզի արցախցիները իրենց անձնագրով մասնակցեն ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագրով մասնակցեն ընտրություններին։ Սակայն 2023 թվականի հոկտեմբերից, որ ինչ որ ապօրինի որոշումով նախկին թվով ինչ որ պատմություն են հորինել, որ այդ փաստաթուղթը ճամփորդական փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետության անձնագիր չէ, եւ հետեւաբար արցախցիները չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նրանց ժամանակավոր կացությունը, թե ժամանակավոր պաշտպանությունը հայ փաստականի թուղթ կոչվածը, որը հենց փաստացի միջազգայինորեն ճանաչված փաստականի թուղթ չէ,
եւ զրկեցին քաղաքացիությունից, ինչը բոլոր հնարավոր եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ նույնիսկ միջազգային կոնվենցիաներին հակասում է։ Դու չես կարող 150,000 քո սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ չի տալիս քաղաքացիությունից զրկել նույնիսկ 1 հոգու։ Իսկ այս դեպքում խմբային 150,000 հոգու զրկել են քաղաքացիությունից եւ հետեւաբար սահմանափակել են նրանց քաղաքական իրավունքները։ Սա իրականում շատ մեծ հանցագործություն է, հակասահմանադրական քայլ է, որի մասին ցավոք սրտի շատ չի խոսվում, սակայն այս իշխանությունների չլինելուց հետո, երբ որ արդեն կունենանք նորմալ ազգային իշխանություն, անպայման պետք է հարցը բարձրացվի եւ բոլոր մեղավորները, դա լինի ՆԳՆ նախարարը, Արդարադատության նախարարը, Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը պետք է իրենց մեղավորության չափով նաեւ այս լրումը մի շարք հանցագործությունների պատասխան տան նաեւ այս հանցագործության համար։ Սրա նպատակը ո՞րն է, այսինքն ինչպես է սա մեկնաբանում, ինչ խնդիր են լուծում։ Ներքաղաքական, միմիայն ներքաղաքական, այլ որևէ խնդիր չկա արցախցիների վերադարձի իրավունքի համար պայքարելում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը որևէ խոչընդոտ չէ։ Դրսում դեպի դուրս գնալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև առավելություն է։ Այլ որևէ իմաստ չկա մարդուն, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ դա հավաստող անձնագիր զրկել քաղաքացիությունից, քան ներքաղաքական շահն է։ Բնականաբար նա հասկանում է, որ ամեն օր օրական չափաբաժնով ատելության քարոզ է անում արցախցիների նկատմամբ, հասկանում է, որ դիտմամբ իր քմահաճույքով ոչ միայն հանգամանքների բերումով, այլ իր քմահաճույքով արցախցիները զրկվել են իրենց հայրենիքից, իրենց ծննդավայրից, իրենց տներից եւ հասկանում է, որ արցախցիների շրջանում շատ մեծ է իր հանդեպ դժգոհությունը եւ նրա համար միշտ առաջնային են ներքաղաքական խնդիրները, այսինքն զուտ զրկել են նրանց իրենց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներից։ Մարդիկ ընտրությունների մասնակցել չեն կարող, մարդիկ պետական համակարգում աշխատել չեն կարող, այլ բյուրոկրատական խնդիրներ է ստեղծվել, նույնիսկ այդ իրենց կողմից հեղինակված բնակարանային ապահովման ծրագիրը գրեթե անհնարին են դարձրել, որ մարդիկ օգտվեն այդ ծրագրից, այս քաղաքացիության, այսպես ասած, կեղծ թեման առաջ բերելով, որովհետև նրանք ապօրինի ձևով զրկել են արցախցիներին քաղաքացիությունից, հիմա ասում են պարտադիր պայման է այդ ծրագրից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը եւ գումարած դրան դժվարացրել են քաղաքացիություն ձեռք բերելը։ Եթե ամփոփենք այս պահին ամենաառաջնային լուծում պահանջող խնդիրները արցախցիների որոնք են։ Ես կառանձնացնեի մի քանիսը, նախ ատելության խոսքը շատ մեծ ծավալի է հասնում եւ ակնհայտ է, որ իշխանությունների կողմից ոչ միայն ուղղորդվող է, հենց իրենց կողմից էլ արվող է նաեւ։ Կառանձնացնեի քաղաքացիության թեման, շատ կարեւոր է, որ խոսվի այդ մասին, խոսվի, որ զրկվել են ապօրինի ձևով քաղաքացիությունից, շատ կարեւոր է, որ հստակ գիտակցում լինի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր էին պաշտպանել Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության 150,000 քաղաքացիներին եւ չեն կատարել իրենց պարտավորությունը եւ այո նաեւ հրատապ է, որ լուծում տրվեն սոցիալական խնդիրներին, որ հնարավորություն ստեղծվի, որ մարդիկ մնան այստեղ եւ պայքարեն ոչ միայն իրենց քաղաքական իրավունքների համար, ոչ միայն այստեղ ապրելով եւ արարելով, այլև իրենց վերադարձի իրավունքի համար պայքարելով։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ 168 TV-ի եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։